Բայց պատկերացրեք sense իրավիճակ, հա, ինչ որ ընկեր չդ նստած եք, ինքը ասում է, գիտես, ամիսը 30 օր ունի ընդհանրենք, հա։ Ասում է, գիտես, ամսական միջինում օրը 5000 դրամ փող եմ աշխատում, ու ասում է, բայց տենց ասենք մինիմում մի 8 հատ օր է լնում ամսվա մեջ, որ 20000-ից ավել եմ ստանում, էլի, ասում եմ, մի աչքով մի նայ։ Երբեմն տենց շատ եմ աշխատում մի օրվա մեջ։ Ինչ է կարծում, հնարավոր է sense բան, որ օրական միջինում 5000 ստանա, բայց ամսվա մեջ մինիմում 8 օր 20000 դրամից ավել ստանա աշխատի։ Եկեք ինչ որ հաշվարկներ անենք, sense բան հնարավոր է, թե հնարավոր չի։ Հնարավոր չի, որովհետև 8 անգամ 20,000 անում է 160,000, Ահա, ահա, իսկ 30 անգամ 5,000 անում է 150,000, այդ նշանակում է ինքը ճիշտ է։ Ահա, ասենք մնացած 22 օրերում տենց խոսքի մինուս աշխատում։ 21-ում 0 է աշխատել, 1-ում -10։ Հա, Եթե դե այդ տենց, մինուսով հնարավոր է, ուրեմն իր ասածը հնարավոր է։ հա, դա լավ նշում էր, եկեք ֆիքսենք, որ բանա, ոչ մի օր փող չի կորցրել, այսինքն իր աշխատած եթե x-ով նշանակենք, թե x-ը առաջի օրը ուրիշ թիվ է, այսինքն կարող առաջի օր x1-ը, x առաջի օր։ Սա ալնի, ասենք, չգիտեմ, 3000 դրամ, երկրորդ օրվա աշխատած գումարը ալնի, ասենք, թե 8000 դրամ, այսինքն տարբեր օրի տարբեր փողեր է ստանում, x-ով եթե վերցնենք պատական վերցված օրվա իր աշխատածը, դա կլինի պատահական մեծություն։ Ու ոնց որ ճիշտ նշեցիք, եթե 8 օր լիներ, որ ինքը ստանար 20000 դրամ, այդ ոնց որ ընդհանուր կաներ 160,000, բայց ամսական ընդամենը 5000 է օրական աշխատում, չէ՞, այսինքն ամենաշատը կարող աշխատի 30 անգամ 5000։ Կամ ուրիշ ձև ասած, այս 30-ը կարամ են ձախ կողմը տանը, չէ՞, 30-ը որ տանեմ բաժանեմ երկու կողմի 30-ի վրա, այս աջ կողմը կունենամ իր մացպասումը։ Մացպասումը ոնց որ չի կարա ստեղ ներողություն, ստեղ նշանը իսկույն սխալ ենք դրել։ 8 անգամ 20000-ը ավելի մեծ է, քան 30 անգամ 5000-ը։ Դες բան հնարավոր չի։ Այսինքն հնարավոր չի, որ մացպասումը ավելի փոքր լինի, քան այս արժեքը 20000։ Անկամ թե 30 օրվանից քանի օրվա մեջ է 20000-ից ավել աշխատել։ Կարակ այդ ձախի վրայի թիվը մեկնաբանենք սենց, ինչքան է հավանականությունը, որ պատական վերցրած օր ինքը 20000-ից ավել աշխատել, այդ հավանականությունը բազան պատկես 20000-ով ավելի մեծ է ալնելու, քան իր այդ բանը, մացպասումը։ Ну, ոնց որ բան չի կարա ալնի, հա, այդ արդեն մոռացա ինչ սկզբնական նշանը ինչ տեսք ուներ, բայց գաղափարը հասկացաք ինչ պետք է լինի։ Այս երևույթը մենք հեսա կընդհանրացնենք, կարանք ուրեմն տենց անհավասարություն գրենք, որ ընդհանուր դեպքում ճիշտ է։ Պատկերացրեք x-ով նշանակել ենք ինչ-որ պատահական, լավ, այս տակի գրածը եկեք հեչ։ Պատկերացրեք x-ով նշանակել ենք ինչ-որ պատահական մեծության, ուրեմն արժեք, x-ը պատահական մեծություն է, ներողություն, եւ ինչ ենք անում, վերցնենք ինչ-որ մի հատ a թիվ, ինչ a թիվ ուզում եք, այս դեպքում 20000։ Ուզում եք հարբել, ինչքան է հավանականությունը, որ x-ը մեծ է հավասար այդ 20000-ից։ Սա չեմ կարա հաշվեմ, բայց կարամ գնահատեմ։ Այդ տեսեք, եթե կարողանայի հաշվել, շատ լավ կլիներ։ Բայց դες բան չի լինի, հա։ Բայց կարամ փոխարենը ինչ որ ասեմ, ամենաշատը այսքան կարա լինի դրա հավանականությունը։ Իսկ ինչ որ բան կա, որ չեն կարող շատ մեծ հավանականություն ունենա։ Ոնց է կարելի դա անել։ Եկեք վերցնենք գրենք x-ը, x-ի մացպասում եկեք գրենք։ Մենք գիտենք, որ x-ի մացպասումը, եկեք դիսկրետ դեպք անեմ, այն մյուսը լրիվ նույն ձև առնում, կարող դուք անեք։ Գրում եմ գումար, չէ, բոլոր հնարավոր արժեքները, եկեք x-ի տեղ գրենք k, ոչ մեկ մեր չի կարող արգելի գրել k։ Եվ գրենք բոլոր k արժեքները բազմապատկած իրանց հավանականություններ, այսինքն ինչքան է հավանական, որ x-ը կընդունի այդ k արժեքը։ Այսպես։ Այս ուրեմն բոլոր k-երի համար այս արտահայտությունը, որ ասես գրեմ, ճիշտ է։ Հիմա կարող եմ իրան բաժանեմ երկու մասի, գրեմ այս արտահայտությունը, տեսեք, k-երից որոշները a-ից մեծ են, որոշները a-ից փոքր են։ Այստեղ օրինակ կարանք գրենք մեր այդ x-ի արժեքները նշենք, հա, այստեղ ինչ որ չգիտեմ, անա, այստեղ ինչ որ կայեր կան, որ այից մեծ են, ինչ որ կայեր կան, որ կայից փոքր են։ Եկեք խմբավորենք, այս կայից այդ փոքր կայերի համար արժեքների համար առանձին գրեմ, այից մեծ արժեքների համար առանձին գրեմ։ Այսինքն այստեղ գրեմ բոլոր այն կայերի համար, որոնք փոքր են a-ից, ուրեմն բոլոր այդ արժեքների համար այստեղ ունենամ
Էլի կա անգամ հավանականություն, որ x-ը հավասարը կա եւ գումարած այն մնացած կայերի համար։ Այսինքն կայերը լինում են երկու տիպի, էլի, կամ փոքր է նայից, կամ մեծ է նայից։ Եկեք գրենք, էս էլ այդ երկրորդ տիպի բաներն են, կայերն են։ Ստացումը այ է սենց։ Չէ, հələ որ ճիշտ եմ արել։ Բաժանեմ երկու մասի կայերը, սա առաջին մասի կայերն, փոքր կայերն են, սա էլ մեծ կայերն են։ Հիմա կարո՞մ ասեմ, ժողովուրդ, այս փոքր կայերի համար այս գումարելին, լավ, եթե այս արտահայտությունը համեմատեմ այս աճ կտորի հետ, սա գրած է առաջին մաս գումարած երկրորդ մաս, ձախ կտոր գումարած աճ կտոր, եթե օրինակ ձախ կտորը ջնջեն, ինքը ավելի կփոքրանա եւ կհավասարվի աճ կտորին։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, եթե ինքը այս արտահայտությունը ձախ գումարած աճ կտորները մեծ է կամ հավասար, չէ, մեծ հավասարական, միայն այս աճ կտորը գրեմ։ Համաձայն եք այդ դրա հետ։ Այսինքն որ կարելի է սա վերցնել ու ասել, որ իմ բանը, այս արտահայտությունը մատպասումը, որ սենց գրել եմ, ինքը մեծ է կամ հավասար, կան մեծ հավասար a-ից, միայն այդ արժեքների համար այստեղ կա անգամ հավանականություն, որ x-ը հավասարը կայի։ Բոլորը ինչ-որ մի հատ անհավասարություն եմ գրել, EX-ը հավասար է այսինչ բանին, մեծ է հավասար, միայն այս աճ կողմի գումարին եթե գրեմ է դրանից, որ a + b-ն մեծ է b-ից, էլի, եթե դրական թվեր են։ Հիմա նաև այս արտահայտության մեջ կարամ ասեմ, որ այս իմ կան մեծ հավասարը a-ից, չէ՞, ես վերցրել գումարել եմ բոլոր այս մեծ կայերի համար, այսինքն կայերը գտնում են այստեղ։ Այսինքն եթե գրած է կա անգամ հավանականություն ինչ-որ մի բան, կամ գրեմ մեծ է հավասար a անգամ այդ նույն հավանականությունն, այսինքն եթե կան 4-ից մեծ է, կարող գրեմ այստեղ կայի փոխարեն 4։ Եկեք անենք դա, եկեք գրենք, որ այս արտահայտությունը մեծ է կամ հավասար գումար, ուստի կայտա գրում եմ a անգամ հավանականություն x-ը հավասարը կա բոլոր այն կայերի համար, որոնք մեծ հավասար են a-ից։ Հիմա այս արտահայտության մեջ տեսեք ինչ որ գումար է գրած, a անգամ այս ինչ բանը պլյուս a անգամ այն ինչ բանը պլյուս a անգամ երրորդ բանը կարելի է գումարել, հետո նոր բազմապատկել a-ով։ Այսինքն այս a-ով անկարամ, ներողություն, անկարամ դուրս հանեմ, գրեմ սա նույնն է ինչ որ այս ամբողջ արտահայտությունը բազմապատկած a-ով։ Իսկ այս արտահայտությունը ինչ է ասում։ Ասում է վերցրու բոլոր այն արժեքները, որոնք որ մեծ են բանից, a-ից մեծ արժեքները վերցրու եւ իրանց հավանականությունները գումարի իրար։ Հա, ժողովուրդ, խոսքը այս փակագծի մեջ գրածի մասին։ Ինչ որ անում եմ, ինչ որ ուղղակի մախինացիաներ եմ անում, բայց սա սիրուն բան կստանանք։ Ոնց որ էսի բոլոր այն օրերի ներություն հավանականությունն է նրա, որ ձեր ընկերը կստանա ինչ որ 20000 պլյուս 21000 պլյուս 22000 պլյուս 23000 եւ այլն եւ այլն։ Այդ հավանականությունների գումարը ծածկում է այն դեպքը, երբ որ ձեր ընկերը ստանում է 20000-ից մեծ հավասար աշխատավարձ։ Այսինքն այս գումարը ես կարամ գրեմ ոնց որ սենց բան կա, հավանականություն a գումարած հավանականություն b այսա մեծ է հավասար, քան հավանականություն a միավորած b։ Այսինքն կարամ միավորեմ բոլոր այս x հավասարակայերը, բայց կան a-ից մեծ հավասար դեպքերով, ուստա կստանամ հավասար մեծ է հավասար քան, եք սենց անենք, հավանականություն, որ x-ը պրոստը մեծ հավասարը a-ից, անգամ a, անգամ այսենց a։ Այսինքն ուշադրություն դարձրեք, շատ տենց ինչ որ շատ գրած բաներ եղավ, ինչ որ բառը արտահայտություններ, խոսքով այս աղբակույտի մեջ ուշադրություն դարձրեք, EX-ը մեծ է հավասար, քան հավանականություն, որ x-ը a-ից մեծ է, անգամ a։ Կամ կարանք բաժանենք a-ի վրա ու ստանանք, որ հավանականությունը, որ մեր ընկերը ստացել է 20000-ից ավել աշխատավարձ, ինչ որ մի օր, լավ, պատական վերջրած օր, դա փոքր է կամ հավասար, քան իր միջին աշխատավարձը, մատսպասումը, բաժանած բանի վրա, այդ 20000-ի վրա։ Այդ մի հատ մաքուր ձևով այստեղ գրենք, մենք ապացուցեցինք, որ
Հավանականությունը, որ ցանկացած աթվի համար հավանականություն, որ x-ը այից մեծ է, ամենաշատը կարա լինի մատպասում քո միջին արժեքը, բաժանած a։ Հիմա այս արտադրության մեջ իհարկե ինչքան ան մեծ լինի, ան որ դնեմ միլիոն, աջ մասում կստացի 0-ին մոտիկ թիվ։ Այսինքն ինքը ասում է, թե ամենաշատը ինչքան կարա լինի քո միլիոն աշխատելու հավանականությունը, քո միլիարդ աշխատելու հավանականությունը, եթե քո աշխատավարձը միջինում այսքան է, ասենք չգիտեմ էլի, եթե լոտո ես ջնջում ու ասենք միջինում շահելու միջինում կորցնում ես 20 դրամ կամ չգիտեմ, միջինում շահում ես 10 դրամ, ինչքան է հավանական որ կշահես 100 դրամ, ըստեղ 100-ը տեղադրում ես, տանում ես մի քիչ ավելի փուճուրթի։ Ինքը շատ լավ բան է, անհավասարություն է, երբեմն պետք է գալու, կարծում եմ ոնց որ լավ, հələ որ այդքան է սիրուն չի, բայց ինչ որ լավ բան է, անհավասարություն։ Մեր օրինակում մի խոսքով հավանականությունը, որ 20,000-ից ավել է ստանում, այստեղ կարծում եմ, որ թե 10 այլ 8 պետք է լիներ, հա, ասում է 30 օրվանից 8 օրն է ստանում, այսինքն այստեղ սրա փոխարեն 8 8/30-ը, եթե այդ հավանականությունը լինի, որը մեր ընկերը ասում է, որ իրոքը տենց է։ Դա գիտեմ, որ հաստատ փոքր է 5000 բաժանած 20,000-ից, միջին բաժանած այդ 20,000։ Դա 1/4 է։ Բայց էսի էլ անհնար է այս բանը լինի, էլի։ Ուրեմն խափում է։ Okay, այս ամենից պետք չի հիշել դուրս բերում, էլի։ Կարող ուղղակի սա հիշեք, կամ ոչ է կարող հիշեք, էլի։ Եթե պետք լինի գնահատել, իմացեք, որ ոնց որ ինչքան դու ստե ավելի sense բան պնդում ես անում, ճոխ պնդում ես անում, որ x-ից մեծ է, այդ ճոխության համար պետքա պատասխան տաս, այդքան իր հավանականությունը փոքրանում է, ինչքան ան մեծացնում ես, այդքան հավանականության այդ մաքսիմալ իրավադրած այս լիմիտը գնահատականը փոքրանում է։ Եվ ինչ հարցեր ունենք այս դրա մասին։ Հարցեր, առաջարկներ։ Կոչվում Մարկովյան հավասարություն կամ Չեբիշևյան հավասարություն, մեկը մյուսի ուսանողն է եղել, այնեղ ղեկավարը, եթե չեմ սխալվում, էլի, կարող սխալվում, բայց դե ու կարելի է այսքան ժողովուրդ ավելի սիրուն եկաչափորեն բան անել, մեկնաբանել, բայց նախ եկաչափում պիտի EX-ը, չէ՞ մեկնաբանենք։ Ոնց որ մի քիչ առաջ հենց դա էլ ուզում ենք։ Եկեք sense մի օրինակի վրա փորձենք մեկնաբանել, տենց չի որ բանա, ընդհանրապես մի օրինակ ենք այսքան այս բանում, բայց գաղափարը լրիվ նույնն է բոլոր դեպքերում։ Ասում եմ, ենթադրենք x-ը թողնի պատական մեծություն, որը ընդունում է այսինչ արժեքներ, ասենք 1 2 3 4, 1-ը 2-ը 3-ը ընդունելու հավանականությունը 0.2-ը, հա, 1-ը 2-ը 4-ը ներողություն։ 0.2 հավանականությամբ ընդունում, իսկ այն մյուս արժեքը 3-ը ընդունում է հեսա 0.4 հավանականությամբ։ Այսինքն ոչ արժեքն ավելի հավանական, ոչ արժեքները քիչ են հավանական։ Ոնց է կարելի ինչ որ մի ձև իր մատպասումը պատկերել։ Տեսեք, սովորաբար մենք ինչ ենք անում, երբ որ գծում ենք PMF կամ PDF, վերցնում ենք, այստեղ x-երի առանցքի վրա գրում ենք մեր արժեքները, այսինքն x-ի արժեքները։ Իսկ այս մյուս առանցքի վրա գրում ենք յուրաքանչյուր արժեքի հավանականությունը։ Հիմա առաջարկը մի քիչ ուրիշ ձևի է արվում։ Լավ, առաջարկում եմ մի ուրիշ բան անել, ասեմ։ Ասում ենք եկեք վերցնենք այս առանցքի վրա իրար կողք դնենք, ոչ թե ուղղակի թվեր բան անենք, այլ լավ, ասենց ասեմ, այս y-ների առանցքի վրա նշենք արժեքները։ Օրինակ առաջին նկարի մեջ տեսնում եք գրածա 1 2 3 4 5 եւ հետո ամեն արժեքի համար վերցնենք այս առանցքի վրա ոչ թե ուղղակի ինչ որ թիվ հավանականությունը, այլ ինչքան որ հավանականությունը կա, այդքան երկարության մի հատ հատված։ Հետո մի հատ ուրիշ հատված, այսինքն այդ սյուներով շարենք իրար կողք սյուները։ Տեսեք, 1 լինելու հավանականությունը 0.2-ը, դրա համար այստեղ ունեմ մի հատ sense սյուն, որը ցույց է տալի 1 լինելու հավանականությունը։ Բարձրությունը 1 է, հիմքը 1/5։ Հետո 2 ընդունելու համար, սա 2 արժեքինն է, 2 ընդունելու հավանականությունը 0.2-ը, վերցնում եմ ուղղանկյուն, որի հիմքը 0.2-ը, բարձրությունը 2։ Ուշադրություն դարձնենք ժողովուրդ, սա ոչ մի ձև PMF-ի գրաֆիկը չի, PDF-ի գրաֆիկը չի, այն մեր գծած ոչ մի գրաֆիկ չի, սա ինչ որ ուրիշ գրաֆիկ է, հատուկ այդպես EX-ը հաշվելու համար նախատեսված գրաֆիկ։ Ստե 3 արժեքինն է, տեսեք 3-ը ավելի շատ հավանականություն ունի, ուրեմն ինքը ավելի sense lane է, շատ line հիմք ունի այս բանը, ուղղանկյունը, դե բարձրությունը 3։
Հաջորդն 4-ինն է, բարձրությունը մեծ է, բայց քանի որ հավանականությունը փոքր է, ապա սենց նեղ, բայց բոյով եռանկյունն է ստացվում։ Ներողություն, ուղղանկյունն է ստացվում։ Հիմա ոնց որ լավ կներ եկա մեզ նկարը չներ, որ կարողանային գլխի ընկնենք, բայց որ այս նկարը կա, մեզ հուշում է, ասում է, եթե դու վերցես այս 4-ը, այսինքն այս բարձրությունը սրա, բազմապատկես այս հիմքի երկարությունով 1/5-ով, կստանաս 4 անգամ 0.2։ Եվ այս 4 անգամ 0.2-ը ուղղանկյան բարձրություն անգամ հիմք, դա կտա ուղղանկյանը ինչը, ով կասի։ Մակերեսը։ Ճիշտ է, կտա ուղղանկյան մակերեսը։ Այսինքն այս ուղղանկյան մակերեսն է 4 անգամ 0.2, արժեքը բազմապատկած իր կշռով, այսինքն իր հավանականությունը։ Այս հարևան ուղղանկյան մակերեսը կտա 3, բարձրությունը 3-ը, բազմապատկած իր այս բանով, այս հիմքով, այսինքն 3-ի հավանականությունով, 3 անգամ 0.4։ Այսինքն սա կտա այդ 3-ի ոնց որ այս սա մակերեսը կտա 3 անգամ 0.4։ Նույնպես այս հարևանի մակերեսը կտա 2 անգամ 0.2, այս հարևանն է կտա 1 անգամ իր ընդունելու հավանականություն, այսինքն 1 անգամ 1/5-ով։ Բոլոր այս մակերեսները ուղղանկյունները որ գումարես իրար, կստանաս այս պատկերը, այս պատկերի մակերեսը, այսինքն իրար փոխ շարում ես սյուները, սյուների բարձրությունները արժեքներն են լինում, հա, բարձրությունը արժեքն է, իսկ հիմքի մակերեսները լինում են այդ իրանց հավանականությունները, ինչպես այդտեղ տեսնում ենք հավանականություններն է։ Այդպես գումարային մակերեսը կտա x-ի մատսպասումը, այսինքն x-ի մատսպասումը սրա մակերեսն է, ինչքան մեծ է մակերեսը, այդքան լավ։ Օրինակ, եթե 1-ի, այս 1-ի բոյը մի քիչ իջացնեի, 4-ինը մի քիչ մեծացնեի, սենց։ Տեսեք, մատսպասումը կմեծանար, ու իրոք տենց է, չէ՞, այս չէ, ներողություն, մի քիչ սխալ է, երևի ուրիշ բան եմ ուզում ասեի։ Ներողություն, այս եմ ուզում ասեմ, որ այս ենթադրենք 1-ի հավանականությունը ընդհանուր ոչ թե 1/5-րդ, այլ մի քիչ ավելի քիչ, օրինակ սրա կեսը։ Այսինքն այս առաջի ուղղանկյան կեսը այսպես ջնջենք, ու փոխարենը այդ սրա հավանականությունը 1/5-ով մեծացնենք։ Լավ, 1/10-ով մեծացնենք։ Այս մեր ամենամեծ արժեքին է 4-ինը։ Արդյունքում այսպես կլինի։ Այսինքն ասեմ, եթե այս 1-ի հավանականությունը սարքենք 0.1 փոխարենը այս 4-ինը սարքենք 0.3, լավ բան կլներ, այն իմաստով, որ կմեծանար մեր ընդհանուր մակերեսը, այսինքն մատսպասումը կմեծանար ու իրոք դա մեր տրամաբանության հետ բռնում է։ Այսինքն այս ուղղանկյունը, ուղղանկյունների միավորումը, այդ դրա մակերեսը ցույց է տալի մեր մատսպասումը։ Նե չի որ ամենահարմար ձևն է, այսինքն նե չի որ շատ հարմար ձև է, բայց ոնց որ ավելի լավ ձև չգիտեմ։ Սենց կարելի է ներկայացնել էլի իրան։ Միջև այս հարցեր, ինչ կա որ չենք հասկացել, խնդրում եմ համեցեք, կամ որ հարցեր կան։ Այս Լավ, հիմա նույնի կոնտինուումը կա։ շատ լավ հարց է, մի քիչ դժվար է, բայց կա։ Կա, բայց մի քիչ ուրիշ բանա ցույց, լավ, չասեմ ուրիշ բան ցույց է, բայց ոչ թե ուղղանկյուններ է լինում, այլ հա, ոնց որ sense անբնականորեն ինչ որ բաներ ձգվում են, ինչ որ բաներ չեն ձգվում։ Կարակ օրինակ մանգակ Markov's inequality visually ու կամ ուղղակի expectation visually, այնպես ու գրեք որ continuous կբերի այդ անընդհատի համար։ Էլի կա, բայց ոնց որ ամբողջ տրամաբանությունը սրա համար եթե հասկանանք, ընդեղ էլ այդ նույն ձև լինում, էլի։ Բայց դժվար է գծել։ Շատ լավ, հիմա այսի մեր x-ի մակերեսն է։ Հիմա եթե ուզեմ հաշվեմ, օրինակ, ինչքան է հավանական, որ x-ը մեծ է հավասար, ասենք թե 3-ից։ Հա? 3-ից մեծ հավասար լինելու հավանականությունը, այդ ո՞րն է։ Ուրեմն սա ցույց է տալի 3 եւ 4 լինելու հավանականությունները։ 3 լինելու հավանականությունը, ժողովուրդ, այդ այս է։ 4 լինելու հավանականությունը այդ այս է։ Այսինքն այս երրորդ ուղղանկյան հիմքը, հիմքի երկարությունը 2/5 ցույց է տալի 3 լինելու հավանականությունը։ 4 ուղղանկյանը ցույց է տալի 4 լինելու հավանականությունը։ Այսինքն եթե ուզում եմ հաշվեմ ինչքան հավանական x-ը մեծ հավասար է 3-ից, մեր ընկերը ստանում է 3-ից ավել, չգիտեմ, եվրո օրինակ օրական, ապա այստեղ վերցնում եմ այս 3-ի այս հիմքի երկարությունը, գումարում եմ 4-ի երկարությանը։ Ստացվում է այսքան երկարություն, որ այստեղ տակը գրած է, սա հենց հավանականությունն է լինում, որ x-ը մեծ հավասար է i-ից։ Okay, հիմա եթե վերցնեմ դա եւ տեսեք վերցրել եմ 3 թիվը,
3-ը մեծ հավասար է a-ից, չէ, ան մեր դեպքում ստե 3-ն է, եկեք այդ ֆիքսենք, ան ֆիքսեմ 3, ուրեմն a-ից մեծ թվերն են 3-ը եւ 4-ը, եթե վերցնեմ 3-ը բազմապատկեմ իր հավանականությունով, հետո վերցնեմ 3-ը ու բազմապատկեմ 4-ի հավանականությունով, այսինքն ինչ եմ ուզում ասեմ, էլի, ասում եմ վերցնենք այս a-ի գիծը տանենք, այս a գիծը տանենք, ասենք սրանից վերև գտնվող արժեքները a-ից մեծ հավասար են, շատ լավ, ուրեմն այստեղից է կարանք այս գիծը սենց իջացնենք ներքև, այս կողմ գտնվողները, այս հատվածի երկարությունը կտա ինչքան է հավանական, որ x-ը մեծ է a-ից, հա, x-ը մեծ է a-ից, մեր դեպքում x-ը մեծ հավասար 3-ից այդ դրա հավանականությունը, ու եթե հիմա տեսեք, ստե ուզի միշտ այսպես ինչ որ պատկեր է ստացվելու, այս երկու գծերը որ տանեք, ստե ինչ որ ուղղանկյուն է ստացվելու։ Այս ուղղանկյան մակերեսը հավասար է, քանի որ բարձրությունը a է, տեսեք մենք ոնց որ ինչ ենք էլի անում։ Ստեղ արժեք կար, որը 4 էր, ես 4-ին փոխարինում եմ a-ով, այսինքն 4-ի արժեքը փուճուրացնում սարքում եմ 3, դրանից մակերեսը միայն փոքրանում է։ Ստանում եմ այս սիրուն այս քառակուսու նման պատկեր, այս ուղղանկյունը։ Բարձրությունը լինում է a, այս մասպասման մեջ ինչ որտեղ բարձրությունը 3 է, ինչ որտեղ բարձրությունը 4 է։ Ես ոնց որ այս շենքը վերցնում, այսպես կտրում եմ, սարքում եմ 3։ Այսրանից հետո ձեր բարձրությունը, բոլոր բարձրությունը a է, էլի 3 է։ Մի խոսքով, բարձրությունը բազմապատկում ես հիմքի մակերեսով, ստացվում է այս կապույտի մակերեսը։ Կապույտի մակերեսը միշտ փոքր է այս ամբողջի մակերեսից, որովհետև կապույտից կապույտը ստանալու համար դու ամբողջից կտրեք գցել այս այն կողմ բոլոր այն արժեքները, որոնց 3-ից փուճուր էին, իսկ որ արժեքներն որ 3-ից մեծ էին, իրանց այս բոյով ուղղանկյունները կտրել, այստեղից կտրել ես, սարքել ես կարճ ուղղանկյուններ, a բարձրությամբ ուղղանկյուններ։ Այսինքն եկաչափորեն էսի ստացվում է, որ այս կապույտի մակերեսը փոքր է հավասար EX-ի մակերեսից։ Ինչը աշխով տեսնում ենք, որ ճիշտ է։ Այդ ոնց որ այդ սա ապացույցներ Մարկովի անհավասարության տեսանք կիրառեք գործնականում ու հետո ML-ի մեջ տարբեր բաներ, որ հավանականություններ հաշվելուց շատ հարմար գործիք է։ Ինչ հարցեր կան, ժողովուրդ, այս ամեն ինչից որ խոսացինք, ցանկացած հարց։ Խորտ կտամ, որպեսզի այս ապացույցը ամրապնդվի, շատ բան է, էլի option թեմա է, կարք չանեք, բայց շատ օգտակար է ու այդ ոնց որ գեղեցիկ մաս է, որպեսզի ամրապնդվի, կարք վերցնեք մի հատ այ տարբեր արժեք, մի հատ ուրիշ պատահական մեծություն, որը մի 6 հատ արժեք է ընդունում, եւ այ տարբեր արժեքների համար գծեք այս ձեր այս ուղղանկյունները։ Կտենաք, որ ինչ ուզում արնի, այս ուղղանկյունների մակերեսները կարող է մեծանում են, բայց իրանք փոքր են բոլորը EX-ից, այսինքն ընդհանուր մակերեսից։ Այդ որ կտամ անեք եւ եթե հարցեր կան, ապա համեցեք։ Ու մի ուրիշ առաջադրանք է, այս չեմ ապացուցի գրքի մեջ կա, բայց ինքնուրույն է կարակ փորձեք անել։ Կարակ ժողովուրդ ապացուցեք նաև Չեբիշևի անհավասարությունը, որը կարծեմ Մարկովի ուսուցիչն ա եղել, ու ասում է x-ի եւ y-ի հեռավորությունը այս մոդուլով։ Հավանականությունը, որ դա a-ից մեծ կլինի, փոքրական վարիացիան բաժանած a քառակուսու վրա։ Չգիտեմ եկաչափորեն ոնց կարանք անենք, բայց ոնց որ առնվազն կարանք այս Մարկովի այս սրանից օգտվեք։ Ստե ինչ որ փոփոխություն անեք, x-ի տեղ ուրիշ բան տեղադրեք եւ այլն, ու սա փորձեք ապացուցել։ Ինքն էլ է օգտակար, կարանք էլի անգից չանեք, ուղղակի եթե ինչ որ պայպետ լինի sense բան գնահատեք, իմացեք, որ վարիացիայով կարելի է գնահատել նաեւ այս շեղման այս, չգիտեմ, այս հավանականությունը։ Ու տենց, ասենք սրան կանոն օգտակար ունեն, եթե ինչ որ մեկը գովազդանում ինչ որ մի լոտո, ասում է մեր մատսպասում այսքան է եւ այսքան հավանականություն, որ դուք կշահեք այս ինչ բանը, կարող դնեք թվերը, տենակ, ճիշտ են ասում, թե իրականում այտենց հավանականություն չկա, որ դա այս ինչ բանը տեղի կունենա։ Շատ լավ, ժողովուրդ, եկեք անցնենք այդ վերջապես խոստացված սիրուն մասին, ի՞նչն է սիրուն։ Հիմա երկու պնդում կանենք, ժողովուրդ, մեկը անալիզից կհիշացնենք ինչ որ մի արդյունք, այսինքն բան, այս calculus-ից ֆունկցիաների մասին։ Մի ուրիշն էլ գծային հարահաշվից ինչ որ մի պնդում ու կտենանք ոնց են այդ պնդումները լրիվ նույն ձև գալիս այս մեր պատահական մեծությունների համար ճիշտ բաներ ստացվում։ Ոնց որ հիշում եք, J-ի մատսպասումը միշտ չի որ հավասար է մատսպասում x-ի դրած J-ի մեջ, հա։ Այսինքն օրինակ J-ի տեղը պատկերացրեք քառակուսի ֆունկցիա, x քառակուսու մատսպասումը հավասար չի
Այս գրած եմ խոսքով x քառակուսու մատպասումը հավասար չի x-ի մատպասման քառակուսուն։ Ավելին, էսի մեծ հավասարը էս սրանի։ Ինչ որ դեպք կարանք էսի ապացուցենք, ինչ որ մտքեր կան, ժողովուրդ։ Դեն վարիանսից է։ Ահա, ճիշտ է։ Կարանք օգտվենք մեր վարիանսից։ Վարիանսը իսկ մա հասկացա ինչ եք ասում։ Ասում եք վարիանսը մեծ հավասարը 0, ու այս երկու թվերը իրանք որտեղ են մեզ հանդիպում։ Հանդիպում են վարիանսի մեջ, վարիացիայի բանաձևի մեջ, չէ՞։ Այսինքն կարող ենք վարիացիան հավասարը մատպասում x քառակուսի հանած եկեք այսպես, որ մատպասում x քառակուսուց հանած մատպասում x-ի քառակուսի։ Չէ, այսինքն դուրսը դրած այդ քառակուսու նշանը։ Խոսքով եթե սի մեծ հավասարը 0-ից, առաջինը մեծ հավասարը երկրորդից։ Շատ լավ։ Այսինքն ինչ է ստացվում, եթե ինչ-որ մարդկանց հարցնեմ, ասեմ ձեր բոյերը մի հատ հաշվեն, ասեմ դե հիմա քառակուսի բարձրացրեք, բարձրացնենք քառակուսի ու ասեմ դե միջինացրեք։ Այսինքն ան մեկը ինձ ասի իր բոյի քառակուսին, իր հասակի քառակուսին եւ ես միջինը հաշվեմ, միշտ ավելի մեծ բան եմ ստանալու, քան եթե ասեի հասակները ասեք առանց քառակուսի բարձրացնելու, վերցնեի, միջինացնեի, հետո նոր քառակուսի բարձրացնեի։ Այսինքն այդ հերթականությունը կարևոր է։ Ինչ որ մի արդյունք կա, որը ինչ որ տեղեր կարող օգտագործվի, էլի հիմա այդքան է ակնհայտ չի, որ պետքա թե պետք չի, բայց օգտակար արդյունք է։ Բարձրացումը աստե ոնց որ գաղտնիքն է չի, հենց կոնկրետ քառակուսու մեջ է, որ գրեի խորանարդ էլի ճիշտ է լինելու, որ գրեի 4 աստիճան էլի ճիշտ է լինելու, որ գրեի արմատ արդեն ճիշտ չէ լինելու։ Խնդիրը խնդիր չասեմ, բայց սրա շարժիչ ուժը նա է, որ ես մեր x-ը դրել ենք ներություն ուռուցիկ ֆունկցիայի մեջ, convex function։ Կամ երկու բառով հիշացնեմ, հա, ուռուցիկը որն է, ուռուցիկ ֆունկցիան կարծեմ մեր 10-րդ դասի մեջ ենք նայել, եթե YouTube-ով հետ գնաք նայեք, ուռուցիկը այն ֆունկցիան է, որ ոնց որ այսենց է բարձրանում վերև օրինակի համար, կամ ասենք այսենց է բարձրանում։ Այսինքն իրա ցանկացած երկու կետ որ վերցնես, ասենց գծով միացնես, այդ գիծը իր գրաֆիկի վերևով է անցնելու։ Օրինակ, այս ֆունկցիան ինքը գոքավոր է։ Գիծը տանում ես, այս գիծը գրաֆիկից ներքև է անգած։ Սա ուռուցիկն է, եւ x քառակուսին ուռուցիկ ֆունկցիա։ Այսինքն ում գրաֆիկ որ տերում եք, որ այսենց է, ոնց որ դեպի s կոմ ու s կոմ, հա, դեպի ոնց որ պատկասեք վերևից այդ ինչ որ զանգված ունեք, դեպի դուրս է ուռած, հա, դեպի զանգվածից դուրս է ուռած, ինքը ուռուցիկ է, convex function։ Ուրեմն այս ուռուցիկ ֆունկցիայի համար նորից էլ այդ ամենաօգտակարը x քառակուսին օրինակի համար։ Մենք ունենք այդ հատկությունը, որ ասենք x քառակուսի կամ 2x աստիճան, ունենք Յենսենի անհավասարություն ասվածը, որը հիշացնեմ, էս էր ասում էր, եթե դու վերցնես ինչ որ գործակիցներ, ալֆաներ, ասենք պատկերացրեք 0.1, 0.2 եւ այլն, մինչեւ գումարը որ տա 1, հա, 0.1, 0.2, 0.7, գումար տվեց 1։ Ասում է, եթե դու վերցնես ցանկացած ուռուցիկ ֆունկցիայի մեջ, դնես ցանկացած թվեր, x1, x2, մինչեւ xn, եւ իրանց այդ արժեքները բազմապատկես գործակիցներով եւ գումարես իրա, ոնց որ weighted average-ը լինի, այսինքն արժեքների կշռավորված միջինը ինքը ավելի մեծ կամ հավասար է լինելու, քան եթե j-ի մեջ դնես իրանց միջինը։ Այսինքն եթե j-ի մեջ դնես x-երի միջինը, փուճուր առնելու, քան j-ի մեջ դնես x-երը, հետո նոր միջինացնես։ Այդ հերթականությունը ուրեմն ինքը կարևոր է, Յենսենը ասում է ցանկացած ուռուցիկ ֆունկցիայի դեպքում սա սենց է։ Ու ոնց որ մի խոսքով լավ, այդ դասի մեջ ինչ որ տեղ օգտակար բաներ արեցինք, հետարքիր բաներ արեցինք։ Հիմա ժողովուրդ, ասում եմ jx-ի միջինը մեծա x-ի միջինի վրա կիրառած j-ն, այ է դրանից։ Ինչ եք կարծում, էսի եթե ինչ որ մի հատ x պատահական մեծություն ունենայի, իր համար սա ո՞նց կգրվեր։ Որ տարբերակներ կան։ Այս average բառը մեզ ոնց որ ծանոթ է, չէ՞։ Average-ը հավանականության տեսության կոնտեքստում Մացպասում է գրել։ շատ ճիշտ է։ Average of x-ի տեղը կգրեմ մացպասում x եւ կասեմ, եթե մացպասում x-ը, մնացածը նույնպես կարտագրեմ, էլի, այսինքն ներողություն, այսօր գրատախտակը լավը չի։ J-ի մեջ եթե դնենք EX-ը, այ այսպես։ Այսի կտա x-ի միջին արժեքը, ոնց որ մարդկանց հարցնում ձեր միջին բոյը ինչքան է, ասում են այս ինչ բանն է, դնում եմ քառակուսին բարձրացնում։ Դա ավելի փոքր կամ հավասար առնելու, քան տեսեք, ինչ որ բանի average է, ինչ որ բանը jx-ն է։
բոլոր մարդկանց ասում եմ ձեր առարկաները, ձեր բաները, հասակները դրեք քառակուսի ֆունկցիայի մեջ կամ բարձրացրեք խորանարդ կամ տես բան արեք, ու հետո այդ թվերը միջինացնում եմ։ Այ էս ստացվում է այս գեղեցիկ բանը, որը էլի նույն ձև ապացուցում է, չեմ ապացուցի, հա, բայց էական չէ ոնց որ ապացույց է այս դեպքում։ Ուրեմն Rx-ի մատսպասումը մեծ հավասար է մատսպասում x-ը դրա r-ի մեջ։ Ցանկացած x պատահական մեծության համար եւ ցանկացած r ռուցիկ ֆունկցիայի համար։ Մեզ հատկապես օգտակար է օրինակ սա, երբեմն սա եւ այլն։ Այս շուտ են սիրուն արդյունք։ Եկեք ձևակերպենք, հա, մի հատ էլ ուրեմն այդ նույն բանը։ Ուրեմն եթե երբևիցե ձեզ պետք լինի օրինակ x խորանարդի միջինը համատել x-ի միջինի խորանարդի հետ, իմացեք, որ ոնց որ այդ խորանարդը իրանց մեծացնում է, չէ՞։ Եթե սա արժեքները մի հատ մեծացնեք, հետո նոր միջինացնեք, ավելի լավ կլինի։ Քան թե եթե վերցնեք միջինացնեք, ուրեմն այդ փոքր թիվ ստանաք, որտեվ այդ միջինի մեջ փոքր թվերի դերը մեծ է, էլի ոնց որ։ Եվ հետո նոր այդ փոքր բանը քառակուսի բարձրացնեք, այսինքն ավելի լավ է քառակուսի բարձրացնել, հետո նոր միջինացնել։ Այդ դեպքում դու ավելի մեծ բան կստանաս։ Ոնց որ երևի թե գործնականին ու տնայինի ժամանակ սրա տենց որ կկիրառեք կտենեք, էլի որտեղ է օգտակար, բայց ինքը այդ Յենսենի անհավասարությունը նույն ձև ոնց որ դեր նույն ձև է ստեղ։ Իրական կարելի է նաև ֆունկցիաների համար է Յենսենի անհավասարությունը գրել, բայց մոտավորապես այդ նույն բանն առնելու դրա համար չեն բերի։ Եկեք մի ուրիշ բաներ հիշենք։ Գծային հանրահաշվում ունենք Կոշի-Շվարցի անհավասարություն կամ Կոշի-Շվարց-Բունյակովսկու անհավասարությունը, որը ինչ ասում է երկու հատ վեկտոր եթե վերցնես, ասենք էս քո A վեկտորն է, ներողություն, էլի չի գծում։ Ինչ որ հարցեր կան ժողովուրդ։ Վերցնենք երկու ցանկացած երկու վեկտոր AB, ցանկացած R-ն տարածության մեջ, ասում է A-ի ու B-ի սկալար արտադրյալը, այսինքն A անգամ B անգամ այս կոսինուսը, դաժե եթե մոդուլ դնես իր վրա, դառնա դրական թիվ։ Սկալի արտադրյալը փոքր է հավասար իրանց այս երկարությունների արտադրյալը։ Դա Էվկլիդյան նորմն է իհարկե։ Ասում եմ արտադրյալը փոքր է հավասար երկարությունների արտադրյալից օգտակար բան է, երբ որ ինչ որ բան ես գնահատում, ես որ վեկտորների կարծությունը ասենք թե մեկը 3 է, մեկը 4, իրանց ցանկացած սկալի արտադրյալ կարողս 12-ով գնահատես եւ այն ինչ որ ուզում ես ապացուցեիր կամ ստանայր կամ ինչ որ խնդիր լուծեիր, ոնց որ շատ հաճախ դա կարող քեզ պիտանի լինի, այդ ինչ որ անկապ արտահայտություն կա արտադրյալ անունով, ուղղակի թվով գրած գնա։ Հիմա բարձր է որ դες սրա լրիվ շատ նման բան, ոնց է արտադրյալը վերցնում ենք երկու վեկտորների, շատ նման բան կա ուրեմն հաղթեսի մեջ։ Եթե վերցնես 2x եւ y պատական մեծություններ բազմապատկես ու մատսպասումը հաշվես, տեսեք x-y-ի մատսպասումը։ Ոնց որ մատսպասումը կարող պատկերացնեք արտադրյալի նման է։ Ու մի հատ մոդուլ դնես, իրան կարաս գնահատես այս արտահայտությունը։ Ex քառակուսի արմատ, անգամ y քառակուսու արմատ։ Դե ոնց որ հա, այդքան է սիրուն չի, համաձայն եմ, թեև կարող նկատեք, որ այդ ոնց որ ո՞րց է գալի, էլի արմատ ex քառակուսին, ոնց որ այստեղ վեկտորի նորմը հաշվելու համար Էվկլիդյան նորմը, այդ ինչ է սա, ինքը իր այդ սկալի արտադրյալ ես գրում, ու արմատի տակ ես վերցնում, չէ՞, այսինքն այդ Էվկլիդյան դեպքում այսպես ենք անում, ոնց որ նույն բանը ստերն է, ինքը իր հետ x քառակուսի եւ այլն, այսինքն այս Կոշի-Շվարցյան ասացություն ճիշտ է նաեւ պատական մեծությունների համար, մի քիչ ավելի տպավորիչ տեսքով եթե գրենք, եթե x-ի ու y-ի միջինները 0 են, ոնց որ 0-ն էլ է, այդ պատկերացրեք, ասեմ, ոնց որ քո վեկտորները սկսում են 0 կետից, հա, 0-ից սկսող երկու վեկտորներ ես վերցնում, ինչը բանում, գծային հարաշվում միշտ տենց է, չէ՞, միշտ 0-ից են սկսում մեր վեկտորները, միշտ տենց ենք վերցրել։ Ուրեմն արդար կլինի, որ պատական մեծությունն են, մատսպասումը լինի 0։ Ասում է, եթե երկու պատական մեծության մատսպասում 0 է, ապա ստացվում է x-y-ի մատսպասումը կարելի է գնահատել x-ի ստանդարտ շեղումով անգամ y-ի ստանդարտ շեղումով։ Այս ոնց որ մեզ կարող էսի բան անի, sense ենթադրության հիմք տա, որ կարող է իրականում այս բազմապատկել ու մատսպասում հաշվելու գործողությունը նույնն ինչ որ սկալար արտադրյալի գործողությունը, ինչ որ կապ կա է դրա միջև։ Սկալար արտադրյալի եւ
բազմապատկել, մատսպասում հաշտվել։ Բազմապատկել միջինացնել այդ գործողության միջը։ Կամ կա ինչ-որ տենց ընդհանրություն վեկտորի նորմի եւ պատական մեծության ստանդարտ շեղման միջը։ Պարզվում է, որ կա եւ պարզվում է, որ դրանք լրիվ նույն բանն են, այսինքն այն ամեն ինչ որ ճիշտ է սկալի արտադրյալի եւ նորմերի մասին, այդ ամեն ինչը ճիշտ է նաեւ մատսպասման վարիացիայի եւ դրանց մասին, բայց թե ինչ է դա արդեն հաջորդ դասին կքննարկենք, այսինքն հաջորդ դասին մի գործիք կանցնենք, որը կոպիտ ասած դառնալու է մեր պատական մեծությունների համար սկալեր արտադրյալ ենք սահմանելու։ Okay, եւ ինքը շատ օգտակար բան է լինելու։ Կարաք նաեւ ոնց որ մտածեք, թե էսի ոնց որ ֆունկցիաների համար, հա, ոնց է լինի, բայց ում ասեմ, սա առաջին հայացքից հələ որ հետ չէ տենց պիտանի չի, ոչ է երևի թե տպավորիչ է թվում, բայց հետո ոնց որ մի քիչ ավելի խորանանք, տեսնեք, որ այն ամենը ինչ որ ճիշտ է գծային հարաշում արտադրյալի մասին, այդ բոլոր բաները ճիշտ են նաեւ պատական մեծությունների արտադրյալի համար եւ այդ բոլոր բաները ճիշտ են նաեւ, ասենք, անընդհատ ֆունկցիաները բազմապատկել ու ինտեգրել այդ գործողության համար։ Բայց ես չեմ խորանում, բայց ինչ հարցեր ունենք, ժողովուրդ։ Խոսքով սա 3 հատ անհավասարություն, 4 հատ կարող է պետք է ինչ-որ ձեզ ինչ-որ պահի, բայց սիրուն են ամեն դեպքում։ Ու եկեք ամենավերջին բանը քննարկենք, լավ, ոնց գործնականում ոնց է կարելի որոշել x-ի ասենք x-ը պատական մեծություն է, x-ով նշանակում ենք ինչ որ հիմնարկում աշխատողների աշխատավարձը, կամ x-ով նշանակում ենք ինչ որ երկրում բնակվող մարդկանց, ասենք բոյը կամ քաշը կամ միջինում, ասենք շաբաթական քանի, չգիտեմ, ասենք քանի ժամ են գիրք կարդում, հեռախոսի դիմաց անցկացնում, միջինում, ասենք x-ով կարող նշանակենք դուք թե քանի ժամ եք անցկացնում, ասենք տուն գալուց այդ ճանապարհի ծախսի վրա։ Եվ այլն եւ ճանապարհի վրա էլ ինչքան ժամանակ եք ծախսում։ Հիմա այդ ամենը կարելի է x-ով նշանակել ու ինչ որ sense շատ տեսական բնույթի բաներ անել, հա, մատսպասում, վարիացիա եւ այլն եւ այլն։ Բայց ոնց է կարելի իրական կյանքում, հա, ես իրական կյանքում օրինակ ասեմ, եկեք x-ով նշանակենք արդիկում պատահական ինչ-որ մարդ որ վերցնեմ, իր ասենք թե հասակը, բոյը։ Ոնց է կարելի ես x-ը կամ վարիանս x-ը ինչ որ մի ձև, ինչ որ տվյալներ ստանալ, էլի, ինչ որ մի ձև ասեմ վարիանս x-ը մոտավորապես էս արժեքն է, մատպասում x-ը մոտավորապես էս արժեքն է։ Ինչ մտքեր ունեք, ժողովուրդ։ Ոնց անենք։ Ուզում ենք արդիկում բնակվող, ասենք, մարդու, պատահականորեն վերցված մարդու, ասենք, հասակի միջինում հաշվենք հասակը ինչքան է, տենց մի բան։ Ոնց է կարելի սա անել։ Կարանք օրինակ սկիզբը առաջարկեմ գնանք արդիկ սկզբի համար։ Չենք կարա բոլոր մարդկանց ինչքան բնակիչ կա հավաքենք, բոլորին ասենք բոյը չափենք եւ այլն, շատ ծանր բան կլինի։ Կամ բոլոր օրերին չեք կարա գրի առնեք ինչքան ժամանակ է անցել, որ միջև հասել եք տուն։ Բայց կարանք գնանք, վերցնենք, ասենք այնտեղ 100 հոգու, պատահական վերցնենք 100 հոգու, ոնց որ այդ 100 մարդկանց կանվանենք մեր նմուշներ։ Հաշվենք իրանց բոյերը, միջինացնենք։ Այդ 100 հոգու բոյերի միջինը պետք է որ շատ մոտիկ լինի իսկական մեր միջինը։ Այսինքն թե ձեզ Python-ով տվյալներ տան ու ասեն այս ինչ որ pandas-ի data frame-ը մեջը 500 հոգու տվյալ է, այս 500 հոգու բոյերի միջինը կարաս հաշվես։ Այդ բոյերի միջինը որ հաշվես, ինքը կկոչվի նմուշային միջին, ու ինքը մոտավորապես կլինի այս քո մատսպասում x-ը։ Մենք հետո կճշգրտենք ինչ կատենք մոտավորապես ասելով, բայց ինքը մեր լավագույն բանն է, որով կարելի է գնահատել այս մատսպասում x-ը, հա, estimate անել։ Ուրեմն եթե չենք իմանում x-ը, որտեղ x-ին ինչ-որ տեսական գաղափար է թե ինչ է, գնում վերցնում ենք մարդկանց, առաջին մարդ, երկրորդ մարդ, երրորդ մարդ եւ այլն, այսինքն մի քանի անգամ կոպեկ ուզում ես հասկանաս, էլի, ինչքան հավանականությամբ գիրք գրի, ինչքան հավանականությամբ ղուշ։ Մենք ինչ արեցինք, վերցրինք 100 անգամ գցեցինք կոպեկը, 100 անգամ նետում ենք մետաղադրամը x1, x2 եւ այլն մինչեւ x100։ Մեկ x1-ը կարող լինի 1, x2-ը 0, հետո 0, հետո 1, այսինքն գիր ղուշ, գիր եւ այլն։ Այսինքն բոլորը իրայից պետք է անկախ լինեն, այսինքն ամեն հաջորդ մետադրամի նետում պետք է անկախ անի, պետք է մարդկանց պատահականորեն վերցնենք։ Հա, օրինակ եթե ուզում են հասկանան ինչ որ քաղաքական ուժ քանի տոկոս ձայն կստանա ընտրություններում, գնում պատահական փողոցում վերցնում են 100 հոգու հարցնում։ Ոնց եթե 2 հոգու հարցնեն, այդքան հետ չէ լավ բան արդյունքներ չի տա, էլի։ Ինչքան շատ մարդու, ինչքան շատ նմուշներ, այդքան ավելի լավ արդյունք։
ու պետք է այդ մարդկանց անկախ վերցնես իրարից, այսինքն եթե մի մարդը վերցրել ես, եթե բոլոր մարդկանց վերցնես, ասենք, չգիտեմ, նույն շենքի ապրողների, այդքան է լավ պատկերը չի ցույց տա, թե ինչ պատկերատվում ամբողջ, ասենք, թե մարզով կամ ամբողջ քաղաքով մեկ։ Այսինքն պետք է իրարից անկախ վերցնես, եւ իրանք բոլորը կարծես իրանք բոլորի բաշխումը ոնց որ ասում են միատեսակ են բաշխված ինչ որ x-ը, նույն x-ի բաշխում ունեն։ Այս մի քիչ абստրակտ է այս մասը, որտեղ եթե մարդու կարծիքը ոնց կարա էլի ինչ որ ասած абստրակտ բանի բաշխումով լինի, բայց մի խոսքով ժողովուրդ չերկարացնեմ, եթե ուզում ես հաշվես ինչ որ ձև գնահատես այս EX-ը, գնում ես վերցնում ես բոլոր քո ձեռի տակ եղած n հոգում, n հատ տվյալը եւ այդ n հատ տվյալը բաժանում ես, գումարում ես բաժանում ես քանակի վրա։ Դա կոչվում է sample mean, հայերեն նմուշային միջին, հա, նմուշները այդ մարդիկ են, դա իրաց միջինն է։ Սա մոտավորապես ամենապես սա կարելի է օգտագործել այս EX-ը մոտավորապես գնահատական տալու համար։ Իսկ եթե ուզում ես հաշվես վարիանսը, դե հիշում ենք, վարիանսի բանաձևի մեջ ասում է մատսպասում, չէ, վարիանսը հավասար է մատսպասում, ու ունենում ես բան։ X-ից պետք է ամեն մի առրեքից հանես իր միջինը, մատսպասումը, բայց դու հարցնա, որ մատսպասում չունես, ունես այս X գծիկը։ Ուրեմն x-ի ամեն առրեքից հանում ես x գծիկը ու քառակուսի ես բարձրացնում ու հետո դրանք միջինացնում ես։ Որոշ տենց վիճակագրական պատճառներից ելնելով, այստեղ միջինացնում ենք ոչ թե բաժանում ենք քանակի վրա, այլ քանակ -1 է դրա վրա։ Այդ չեմ ասի ինչի է։ Ինչ ասած իմ համար մի քիչ էդի բարդ է բացատրել էլի, ասում եմ եթե ինչ-որ բան լավ ես հասկացել, կարող լավ բացատրես, եթե վատ ես բացատրում, լավ չես հասկացել։ Չգիտեմ լավ հասկացա թե չէ, բայց դա մի քիչ բարդ է թե ինչ է անում մեկի վրա։ Այսինքն մեզ մի երկու գործիք պետք է իմանալ էլի, որ դա կարեն ենք ասենք։ Այդ երևի մի տենց 3 դաս հետո ենթադրում Թարխանյան Հայկը կբացատրի, ուղղակի ֆիքսենք, որ կարելի է վերցնել ինչ որ 100 հոգու, հաշվել իրանց բոյերի միջինը, էդի կտա շատ մոտիկ թիվ մատսպասմանը, եւ կարելի է հաշվել իրանց հեռավորությունը իրանց իսկ մատսպասումից, իրանց իսկ ներություն, որտեղ մատսպասումից այլ միջինից։ Ու ուղղակի n-1-ի վրա բաժան ոչ թե n-ի վրա, այդ էլ կտա մոտավորապես ձեր վարիացիա։ Այս քառակուսին կոչվում է նմուշային վարիացիա կամ մի խոսքով sample variance։ Դա շատ մոտիկ է լինում այդ վարիացիային։ Այսինքն իրական կյանքում մենք այտենց չենք կարող ինչ որ x պատական մեծություն եւ այլն, մենք ուղղակի նմուշներ ենք վերցնում։ Մի 1000 անգամ կոպեկ ենք գցում կամ մի 1000 անգամ ավտոբուսի ենք սպասում եւ այդ հաշվարկ տվյալներ ենք վերցնում, այդ տվյալների հիման վրա կարող ենք նմուշային միջին ու վարիացիան հաշվել։ Այսքանով ոնց որ այսօր ստոպ տանք եւ ժողովուրդ լսում եմ ձեր բոլոր հարցերը, ինչ հարցեր առաջարկներ ունենք։ Հայկ ջան, ես մի հատ հարց ունեմ, այ իսկ ինչ որ կետային տես գնահատական կա, որ մենք կարանք օրինակ խտության կենտրոն հաշվենք մոտավոր էլի։ Շատ լավ բան եք ասում, ինձ թվում է կա։ Այդ գնահատական բառը շատ լավ ասիկ, ինքը վիճակագրության մեջ մի մաս է, որը Թարխանյան Հայկը կանի, այսինքն ինքը կպատմի այդ թեմաները։ Ինչքանով որ ես գիտեմ, այո, կա այտենց մի բան, որը ասած այդ խտության բանի վայրենվալ, ինչ որ այդ կետերը գնահատականներն է տալի։ Օրինակ կա գնահատական, թե եթե 100 հոգու բոյը վերցնեմ եւ այլն, ընդհանուր x-ի օրինակ մեդիանը, որը կլինի, այսինքն այդ որ արժեքն է, որ 50%-ը դրանից փուճուրեն, 50%-ը դրանից մեծ, ասենք թե կամ այդ նույն ձև ցանկացած այդ կվարտիլներ, եթե չեմ խոսացել ենք թե չէ, բայց այդ դրանք կարան կանենք։ Այսինքն հենց ձեր տված հարցադրումը մարդկանց հետաքրքրում է վիճակագիրների ու իրանք հենց այդ հարցին փորձում են պատասխանել։ Մեր ձեռի տակ եղած դատայով հնարավոր է ինչ որ մի ձև, ինչ որ գնահատական տալ այս պատահական մեծության ինչ որ մի բնութագրիչին, ինչ որ մի բանի, այդ ոնց որ ընդհանուր առմամբ ձեր հարցի պատասխանը այո, հենց ճիշտ ձեր ասած բաներն էլ իրանք փորձում են գնահատեն ու ոնց որ թե ստացվում է էլի գնահատել։ Շատ շնորհակալություն շատ։ Շատ լավ, ուրիշ հարցեր։ Դե մինչև հաջորդ շաբաթ, Ժողովրդ ջան, շնորհակալություն ունենալու համար, հաջողություն։